44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է դառնար խաղաղության եւ կայունության մեկնարկային կետը Հայաստանի համար։ Սակայն 5 տարի անց փաստաթուղթը մնացել է մասամբ չիրագործված, իսկ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը ավելի բարդացած։ Ինչ է արվել վերջին 5 տարիների ընթացքում, ինչու է փաստաթուղթը փաստացի կորցրել իր ուժը եւ ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը։ Մենք զրուցել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Նախ նոյեմբերի 9-ի փաստաթղթով արձանագրվեց, որ 44 օրյայում Արցախը չի պարտվել, որտեվ տարբեր սուբյեկտիվ գնահատականներ կան, որ 44 օրյայում մենք ջախջախիչ պարտություն ենք կրել, որ Ադրբեջանը հաղթել է, դա իրականությունից հեռու է, ես ասում եմ զինվորական որպես մասնագիտությամբ։ Գնահատման չափորոշիչը հետևյալն է. եթե մի երկրի քաղաքական ղեկավարություն խնդիր է դնում ռազմական ղեկավարության առաջ, ենթադրենք գրավել է ինչ պետության տարածքը, իսկ որ Ադրբեջանի նախագահը վստահաբար խնդիր է դրել պատերազմում գրավել Ստեփանակերտը եւ կառավարության շենքի վրա ծածանել ադրբեջանական դրոշը, կարծում եմ, որ մեկի համար գաղտնիք չի։ Հիմա հարց 44 օրյայից հետո Արցախում Ադրբեջանը հասավ իր նպատակին ռազմական զինված ուժերի, իհարկե ոչ, որտեվ 44 օրից հետո տարածքային եւ մարդկային կորուստներով հանդերձ, ընդ որում Ադրբեջանը եւս մարդկային լուրջ կորուստներ է ունեցել, Արցախում ապրում էին հայերը, Արցախ ուներ զինված ուժերը եւ Արցախը Հայաստանի ուներ ցամաքային կապ Միջանցքի տրամաբանությամբ, որտեղ Ադրբեջանի համապատասխան կառույցների խոսքս մաքսային սահմանապահ եւ սանիտարական որևիցե մեկը ներկայացած չէր Բերձորի կամ Լաչինի Միջանցքում։ Ուրեմն այստեղից հետեւություն շատ մեղմ գնահատեմ։ Արցախը չէր պարտվել, Ադրբեջանը չէր հաղթել։ Իսկ եթե ավելի իրատեսական գնահատական ասեմ, 44 օրյայից որպես հետևանք Ադրբեջանը պարտվել էր, որտեղ զինուժը չէր կատարել իրենց գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականը գրավել Արցախը ամբողջությամբ։ 44 օրյայի արդյունքում նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո եւս 3 երրակոմ փաստաթղթերը արձանագրել էին նոր ստատուս քվո, նոր իրավիճակ, որտեղ կար Միջանցք Հայաստանի հետ, որտեղ Արցախ ուներ ինքնապաշտպանական ուժեր եւ հարցը հետագա այդ հանձնաժողովների աշխատանքի արդյունքում հապտի լուծվեր։ Բայց եղավ այնինչ, որ հայկական կողմի համար ամենաանցանկալին է։ Հիշեք, որ Ադրբեջանի նախագահը այդ պատերազմը անվանում էր հայրենական պատերազմ։ Սակայն հայրենական պատերազմները իրանք ազատագրական պատերազմ են, այսինքն ասում էր ես իմ տարածքը ազատագրում եմ։ Եվ Հայաստանի օրվա իշխանությունների միջև 44 օրյա պատերազմի կեցվածքը սխալ հայտարարությունները, բանակցություններից այս կամ այն ձևով խուսանավել եւ այլն բերեց նրան, որ Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությանը եւ այս մեր տարածաշրջանում շահեր ունեցող ուժային կենտրոններին հիմնավորեց ու համոզեց, որ այլընտրանք չի թողել Հայաստանի իշխանությունը, քան պատերազմը, որտեղ տարածաշրջանում պատերազմ սկսելու որոշումը վստահաբար եմ ասում, դա Բաքվում չի կայացում։ Պետք է ուժային կենտրոնները եւս այսպես լուր համաձայնությամբ հետևեն։ Հիմա ուշադրություն դարձեք 44 օրյայից հետո ինչ եղավ։ Ուրեմն 21 թվին եւս 3 երրակողմ հայտարարություն, որի տակ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրություններ եւ եղավ ամենա ոչ ցանկալին հայկական կողմի համար։ 21 թվականի նոյեմբերից հետո հայկական կողմը Ադրբեջանի հետ պայմանավորված ռուսական կողմին որպես միջնորդ մի կողմ դրեցին եւ գնացին դեպի Բրյուսել։ 11 ամիս բանակցությունների արդյունքում ծնվեց 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտնի փաստաթուղթը, որով Հայաստանի իշխանությունները Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, որը ինչ իրավունք է տալիս Ալիևին։ Նախ հաջորդ ռազմական գործողության համար ինքը պետք է աշխարհի ուժային կենտրոններին եւս հիմնավորել, որ դա հայրենական պատերազմի շարունակությունն է, բայց դա չէր կարող, որտեղ կա 4 երրակողմ, դրանք խոչընդոտ էին։ Եվ երբ որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, սա նշանակում է, որ Ալիևը միջազգային հանրության եւ ուժային կենտրոնների ղեկավարներին հիմնավորում է ընդդեմ փաստարկված, որ իր երկրի տարածքում կան զինված անձինք, խմբավորումներ, ռազմական տեխնիկա, որը ապօրինի է։ Եվ ինքը ոչ թե պատերազմ դիմղի, այլ հակահաբեկչական գործողություն։ 23 թվականի սեպտեմբերի 13-ից 19-ից մինչև 22-ը այն գործողությունը, որ Ադրբեջանը արեց, իսկ մինչ այդ 10 ամիս շրջափակման մեջ էր պահում, հիմնավորեց որպես հակահաբեկչական, այսինքն միջազգային իրավունքի տեսանկյունից ինքը ճիշտ էր, բայց որին նպաստեց փաստորեն այդ քայլին
հոկտեմբերի 6-ի Պրահայում ընդունված փաստաթուղթը։ Եթե չլներ այդ հոկտեմբերի 6-ի փաստաթուղթը, վստահաբար Ալիևը պետք է շրջանցեր 4 երրակողմը, որի հիմքերը իրավական, բարոյական, քաղաքական ինքը չուներ։ Այ ունեցավ այն ժամանակ, երբ որ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ցավոք սրտի մեր համար ամենավատթարագույն սցենարով գնաց։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր երաշխիքը, որ այնտեղ հայությունը կապրեր, ռուս խաղապահները կլինեին, բայց խաղապահների գործառույթը պաշտպանությունը չի, ինչ որ մի կողմին, չեզոք կողմին, այո։ Եվ հետագա բանակցությունների արդյունքում Արցախին ինչ որ բան, ինչ որ կարգավիճակ միգուցե տրվեր։ Ես ավելի շուտ հակված եմ, որ այդպես էլ լինելու էր։ Բայց հոկտեմբերի 6-ի ցավոք սրտի մեր համար, Արցախի համար կորզանար այդ փաստաթուղթը բերեց նրան, որ այդտեղ հայությունը փաստորեն հայտնազրկվեց։ Պարոն Նահապետյան, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կետերը չիրականացվեց, անցանք օգոստոսի 8-ի փաստաթղթին, շատ փորձագետներ նշում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը ավելի շահեկան էին Հայաստանի համար, քան օրինակ օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Օգոստոսի 8-ին այնպիսի կետեր չկար, եւ հետո նոյեմբերի 9-ը միակ փաստաթուղթը չէր։ Հիշեք, նոյեմբերի 9-ից հետո եւս 3 երրակողմա ստորագրվել։ Եվ ամենակարևորը, որ եթե նոյեմբերի 9-ում կողմերը երկու պետություն էին, իդեպ Ռուսաստանը կողմ չի եղել, ինքը հաշտարար է եղել։ Ճիշտ է, փաստաթղթի ստորագրության ներքո եղել է Ռուսաստան Դաշնության նախագահի ստորագրությունը, բայց առաջին կետով նոյեմբերի 9-ի փաստաթղթը գրված էր ովքեր են կողմերը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։ Օրինակի տարբերություն դրան 21 թվականի հունվար 12-ի երկրորդ երրակողմում Ռուսաստանն արդեն կողմ էր։ Կողմ նշանակում ինքը ունի ձայնի իրավունք քվեարկության ժամանակ, այո։ Հիմա ինչ արվում օգոստոսի 8-ին։ Նախ նոյեմբերի 9-ով չէր տրվում միջանցք։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ռուսական կողմը որոշակի վերահսկողական գործառույթներ իրականացնում, բայց Հայաստանի եւ Իրանի սահմանը այլ երկիր չէր վերահսկելու։ Նրա կառույցները չեն լինելու։ Ռուսական կողմը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում, ոչ թե սահմանին, հա, մեղրի։ Հիմա ինչ արվում օգոստոսի 8-ին։ Օգոստոսի 8-ին ակնհայտ է, որ ինչ որ տնտեսվարող սուբյեկտ, որը ասում են հայ-ամերիկյան է։ Հետո վաղջեմսօր այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է օրինակ դառնա հայ-ամերիկյան թուրքական, որը վերահսկողություն է սահմանում, իր վրա վերցնելով գործառույթ 3 կառույցների, այն է սահմանապահ ծառայություն, մաքսային ծառայություն եւ սանիտարական ծառայություն։ Այսինքն դուրս է գալիս, որ իրականում այդտեղ քանի որ մեր սահմանապահները չեն լինելու այդ տարածքում, ըստ Փաշինյանի դա ինչ որ տեխնիկական միջոցներ անելու։ Տեխնիկական միջոցը ֆիզիկապես անձին չի կարող ստուգել, անձի փաստաթղթում կնիկ դնել եւ այլն։ Եվ հետաբար այն ինչ որ օգոստոսի 8-ին էր, օգոստոսի 8-ի տրվածը ինքը միջանցք է։ Որտեղ Փաշինյանին պարբերաբար հարցնում են, եթե միջանց չի, մեր իմ նշած 3 կառույցի ներկայացուցիչները լինելու են այդտեղ, թե չեն լինելու, ինքը միշտ խուսանավում է, չէ՞։ Տարբեր խուճուճ պատասխաններ է, իսկ այդ պատասխանը ինքնին մեզ հուշում է, որ այդտեղ մերոնք չեն լինելու։ Եթե մերոնք չեն լինելու, ուրեմն դա ճանապարհ չի, դա միջանցք է։ Իսկ միջանցք նշանակում է, որ այդ տարածքով անցնող եւ ճանապարհը եւ հարակից մենք չգիտենք խորություն ինչքան է լինելու, որտեղ Լաչինի միջանցքը ինքը խորություն ունի, չէ՞, 5 կիլոմետր։ Դա ամբողջովին Հայաստանի իրավասությունից դուրս է գալիս։ Եվ իրականությունն է նա, որ օգոստոսի 8-ի պայմանագրով նախ կտրվում է Իրանի եւ Ռուսաստանի կապը երկու միջնորդ պետություններով, Հայաստանով, Վրաստանով։ Եվ շահեկան չի Հայաստանի Հանրապետության։ Ինչևէ, մենք արձանագրենք այնինչ մենք ունեցել ենք։ Երեք դրա մասին դեպ խոսեց Հանրապետության երկրորդ նախագահը, ասելով, որ դա այդքան է ցանկալի չի, բայց կարող են լրացնել այդ փաստաթուղթը նոր առաջարկով։ Ես չեմ կարծում անկեղծ ասած, որ օրվա իշխանությունները պատրաստ են ոչ ավելի ոչ պակաս ԱՄՆ նախագահի նոր առաջարկ անել, որը ի դեպ ոչ մեր երկրի, ինչպես ասում են, անվանումը գիտի, թեև սա ինքը ժեստ է անում, էլ այնպես շինքրաշալի գիտի։ Էլ չեմ ասում երկրի ղեկավարին, որի վերաբերյալ խոսելուց առաջին հերթին ԱՄՆ նախագահ դիմում է Ալիևին եւ ասում է, այդ քո հայրենակիցը ոնց է, իրար հետ ոնց է տենց հաշտեք ապրում, թե չէ։ Սա իրականությունը եւ մեզ համար սա բերել է հերթական կորուստներ։ Իսկ ինչով էր կարևոր Մեղրիով Իրանի հետ սահմանը։ Դա Ռուսաստանի հյուսիս-հարավ ստրատեգիական միջանցքի ճանապարհներից մեկն էր, որը ցավոք սրտի փաստորեն այս պայն օգոստոսի 8-ով մեզանից օտարվել է։ Պարոն
Նահապետյան, 5 տարի անց դեռևս զոհերի թիվը չկա, անհետ կորածների հստակ թիվ չկա, ինչ հետևանքներ ունի նման անորոշությունը, թե բանակի, թե հասարակության համար։ Նախ ինչու չկա։ Հիմա դա գաղտնիք չի, չէ՞։ Օրինակ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ անուն առանուն մենք բոլորս գիտեինք։ Եվ զոհվածների, եւ հաշվանդամների, եւ անհետ կորածների, եւ գերեվարվածների։ Բոլորին գիտեինք։ Նա ինչու են թաքցնում, ակնհայտ է, չէ՞ որ թաքցնում են։ Հիմա ասում են հրապարակի կանոնները, իսկ ինչու չեն հրապարակում։ Լավ թիվը չեք ասում, բայց զոհվածները կան, հրապարակեք։ Իսկ գիտեք այստեղ իրենք ինչ փաստի առաջ կարող է կանգնեն։ Երբ որ հրապարակեն, օրինակ պարզի որ Հայաստանում եւ արդեն Հայաստանից դուրս եկած մի 2000 ընտանիք ասել են, բա մերոնց ազգանունը չկա այդտեղ։ Հետո պարզի որ այդ 2000-ը շատ ավելի մեծ թիվ է, այսինքն ակնհայտ է, չէ, հրապարակելու թիվը չէ, անունները։ Սա ինքնին մարդիկ, որոնք ընտանիքում կորուստ են ունեցել, զոհված, անհետ կորած, գերեվարված եւ այլն, այդ մարդիկ ասել են, բա մերոնք ուր են։ Կամ նույնը հաշվանդամների հետ կապված։ Իհարկե, եթե հրապարակեն ազգանուններ, մեկ պարզի, որ մի 5-10 հազարի էական տարբերություն կա։ Իսկ գիտեք, չէ, իրենց համար ինչ ընտրությունների նախաշեմին, ինչ ծառայություն կարող է մատուցել։ Մեղմ ասած, որտեվ սա ինքնին չընդունված բան է, զոհաբար զոհվածների հիշատակը հարգելը, հա, այդ մարդկանց զոհաբերությունը եւ պատերազմի ժամանակ կյանքը նվիրաբերել հայրենիքին մեծագույն հարգանքի արժանի եւ նաեւ ապագա սերունդների համար։ Իսկ հիմա իրենք այդ թաքցնում են, չէ՞։ Ակնհայտ է։ Իրենք ոչ թիվն են ասել, ձեզ վստահաբար եմ ասում, ոչ էլ ազգանուններն են տպելու։ Իշխանափոխությունից հետո եթե իրանք չվերարտադրվեն, առավել քան վստահաբար, դա շատ արագ, դա 1-2 շաբաթվա ընթացքում վստահաբար հնարավոր է իսկապես իմանալ եւ զոհվածների թիվը եւ ազգանունները։ Դրանք բաներում կան, պատկան կառույցներում կան, որտեղ վերջին հաշվով այդ անձանց մի մասը ովքեր որ կամավոր են գնացել, բայց հետո զինկոմիսարիատներում գրանցվել են, ովքեր կամավոր չեն զորակոչվել են, զինկոմիսարիատներում բոլորը կան։ 1-2 շաբաթում դա կճշտվի, դուք տեսնենք ինչ մեծ ստի առաջ է, հա, մեր ժողովրդին կանգնեցրել, չհարգելով մեր զոհվածների հիշատակը, անուն առ անուն։ Փորձագետներ կան նշում են, որ սա փորձում են մոռացության տալ։ Իրենց համար սա ցանկալի թեմա չի, ընդհանրապես Արցախ, զոհված, գերեվարված, հաշվանդամ դարձած, իհարկե ցանկալի չի։ Սա իրենց պարտության խորհրդանիշն է, որոնք իրեն գլխիվարշուռ են տալիս, ասում դա մեր հաղթանակն է։ Այսքան ժամանակին պրոպագանդայի նախարար կար նացիստական Գերմանիայում, Յոզեֆ Գեբելսը, ասում էր սուտը որքան մեծ է, շատ մեծ։ Այդքան մարդը շուտ է հավատում, որ ինքը ճիշտ է, այդ սուտը։ Եթե սուտը փոքր է, մարդը սկսում է կասկածել, որ այդքան այդպես էլ չի։ Հիմա սրանց ստերը շատ մեծ են, գլխի վար, այսինքն պարտությունը հաղթանակ ներկայացնել, մարդը մտածում է, միգուցե իսկապես հաղթանակ է։ Ես սկսում եմ լսել այդ իբր հիմնավորումները, որ այս պարտությունը իրականում բերել է մեր ինքնիշխանության վերականգնմանը, որ այդպես չի բնականաբար ել։ Սա իրականություն։ Նահապետյան, խոսենք նաև բանակի պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին։ Սա բարեփոխում կարող ենք համարել, թե քաղաքական իմիտացիա է։ Գիտեք, բանակում ծառայության ժամկետը ոչ թե մեկի մտածածին ցանկությամբ դիլինի։ Դա որոշվում է երկրի առաջ անվտանգային առումով ինչ մարտահրավեր կա կամ ինչ սպառնալիք, ըստ այդմ դու որքան զինված ուժ ունենաս, որի հիմնական առանցքը բանակն է, որտեղ զինված ուժերը միայն բանակը չի, հա, ԱԱՑ, ներքին գործերի նախարարություն, փրկարար ծառայություն եւ այլն։ Եվ ըստ այդմ քո զինված ուժերի քանակը զորակոչով, օրինակ համալրվելով, ապահովում է այդ խնդիրը լուծելուն, թե չէ։ Ես օրինակ մեկ օրինակ բերեմ, 48 թվականին ստեղծեց Իսրայել պետությունը։ Շրջափակված արաբական աշխարհով պետությունները, որոնք իր հետ անդադի պատերազմ էին։ Բնականաբար դեռևս հրեաները այդքան չէին հավաքվել Իսրայելում աշխարհի տարբեր ցեղերից։ Եվ իրենք բանակի անձնակազմի թվաքանակը որոշեցին այն խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, որտեղ իր հարևան ոչ բարեկամ երկրները փորձում են այդ տարածքը գրավել։ Եվ արական սեռի, այնտեղ երկսեռ է ծառայությունը, արական սեռը 8 տարի, իքական սեռը 6 տարի, որտեղ կյանքն էր այդպես տիպում, ոչ թե ինչ որ մեկը ցանկանում է այդպես եւ այդպես լինում է։ Հիմա այստեղ ցանկությամբ է լինում։ Իհարկե այդ 6 ամիս կրճատելը դա անձնակազմի թվաքանակի կրճատում է, չէ՞, ակնհայտ է։ Բայց այդ դեպքում դու անձնակազմի թվաքանակը որ կրճատում ես, ինչով ես համալրում։ Պայմանագրայիններով, ես չեմ հավատում դրան։ Ինչու՞ չեմ հավատում, որովհետեւ
Պայմանագրայիններին սովորաբար ծառայության հրավիրում են որոշակի նյութական առավել բարեկեցիկ վիճակով բարձր աշխատավարձ կամ դրամական բավարարում եւ սոցիալական լուրջ փաթեթ։ Այդ սոցիալական լուրջ փաթեթը իր մեջ ներառում է ընտանիքի անդամների անվճար բույս սպասարկումը, բնականային պայմանները շատ արագ կարգավորումը, եթե չունեն բնականական բարելավումը, կրթական համակարգում երեխաները ասենք անվճար կրթություն, եթե վիրավոր լինի ծառայության ժամանակ ինքը հետագայում ինչ բուժումներ է ստանում, ինչպես է անվճար է թե վճարով է, եթե Աստված մի արած է զոհա լինում, ընտանիքը ինչ փոխհատուցում է։ Դուք երբևէ լսել եք նման փաթեթի մասին, որ օրենսդիր մարմինը օրակարգ մտցնի պայմանագրային զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական փաթեթ։ Չկա այդպիսի բան։ Ընդհանրապես օդից վերցած 700,000 դրամ են ասել, որ առ ոչինչ է։ Որտեղ պարզի, եթե այդ անձանց ընտանեկան նման սոցիալական փաթեթի բավարարման համար այդ 700,000-ը վերջնաշուտ կարող է մի քանի միլիոն դրամի վերածվի, որը ինքը չունի։ Այսինքն հետեաբար ինքը կրճատում է ժամկետային զինծառայողներով բանակի թվականակը տեղը չի համալրում։ Եվ վաղը չեմիսոնն էլ ասելու է մենք չունենք Ադրբեջանի հետ չափելի բանակ թվականակով, դա համար Ադրբեջանի նախագահի պահանջներն ու պայմանները պիտի կատարենք, այլ ընտրանք չունենք։ Հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Ես կարծում եմ իր մտքերի կամ գործողությունների, ոչ թե կամ եւ գործողությունների տրամաբանությունը վերջ բերելու է դրան։ Այս 5 տարիների ընթացքում պատերազմից հետո ինչպես է գնահատում բանակի վերակազմավորման եւ վերազինման տեմպերը։ Գիտեք, ասենք այսպես, շատ բաներ կարող են ասել։ Ըստ վերջերս էլ ասեց փողոցից մի 50 հոգի որ գտնենք, ստորագրություն տան որ շատ չեն խոսա, տանենք ցույց տանք։ Զինտեխնիկան անգամ մի զինվորական մասնագետը չի կարող բավարար չափով գնահատել մեկ այլ զինտեխնիկայի, օրինակ ասենք կապավորը հրետանավորի տեխնիկան, որտեղ դրանք մասնագիտություններ են, հա, ինչպես կարող է 50 հոգին, որը գործից չի հասկանում, գնահատի լավ տեխնիկա է, վատ տեխնիկա է, բավարար է, անբավարար է, հա, սա աբսուրդ է, ասենք քարոզչական շոու են սարքում նախընտրական։ Իսկ ինչ վերաբերում է մարտունակությունը, որտեղ առաջին չափորոշիչը բանակի անձնակազմի մարտունակությունն է։ Մարտունակության բարձրացման ստուգման մի չափորոշիչ կա, զորավարժությունները, որտեղ անձնակազմի ֆիզիկական, բարոյքաբանական, մասնագիտական պատրաստվածությունն է ստուգում, ստորաբաժանումների ներդաշնակումը մեկու հետ ինչպես կարող են մարդ վարել եւ մարտական հրաձգությունը։ Սրանք հստակ չափորոշիչներ են։ Ես 3 բաղադրիչ ասեցի։ Այսինքն անհրաժեշտ պետք է լինի զորավարժություններ։ Երբ քո բանակի մարտունակության ստուգման չափորոշիչը ուզում ես համատես հարևանների հետ, դու հարևանների հետ հեռու կամ մոտիկ անցկացնում ես համատեղ զորավարժություն։ Հիմա նայեք, Ադրբեջանը յուրաքանչյուր տարի նվազագույնը 16 զորավարժություն անում իր հարևանների հետ։ Վրաստանի հետ, Թուրքիայի հետ, Պակիստանի հետ, Հայաստանը քանի զորավարժություն արել այլոց հետ։ Միացյալ Նահանգների հետ իբր արվեց, բայց այդ զորավարժությունը լրիվ այլ նպատակ ունեն, ասենք ինչպես ցույցերը ցրել եւ այլն, բանակի հետ կապ չունի։ Հետո եթե Հայաստանի զինված ուժերի կամ բանակը զորավարժություն չի անում, չի կարող ստուգել իր բանակը մարտունակ է թե մարտունակ չի։ Վստահաբար, որտեղ չափորոշիչը դա է։ Երկրորդ զենք հետ կապված էլ ասի։ Նախ ինչ զենք ունես, ինչ քանակի դա գաղտնիք է, որտեղ քո զինատեսակներից եւ քանակից կախված հակառակորդը կարող է գնահատել, թե դու այսօր վաղը մոտ ապագայում ինչ խնդիրներ ես դրել քո բանակի առաջ։ Դա գաղտնի է պահում, ոչ թե ի ցույց աշխարհի ասում են եկեք ասեք տեսեք ես այսքան բան ունեմ, դա պոպուլիզմ է։ Ադրբեջանը ինչ գնում է գաղտնի է գնում, ինչ որ բան որ հնարավոր չի դա բացվում, բայց մնացածը գաղտնի անու չէ։ Այդքանը։